Հասարակական կազմակերպությունը հիմնականում մինչև, այսպես ասենք, 23 թվականի սեպտեմբեր բավական ակտիվ հանդիպել ենք միջազգային կառույցների գրասենյակներում։ Ես գնահատում եմ բավական արդյունավետ, երբեմն դա եղել են անհատական հանդիպումներ, անհատական խոստումներ, որը սկզբունքորեն այդ մարդիկ, որոնք խոստում տվել են, ես տեսել եմ, որ ջանք գործադրում են այդ հարցերը լուծել։ Դրանք հիմնականում իրավաքաղաքական հարցեր են եղել։ Ինչու՞ չէ, որ Հադրութից ու Շուշիից Քարվաճար Քաշաթաղից փախած եկան, մենք այնտեղ իսկույն հարցեր բարձրացրինք, այդ մարդիկ որպես Հայաստան մուտք են գործում ինչ կարգավիճակով։ Բավական երկար ժամանակ կռիվ ենք տվել, որ նրանց տան փախստականի կարգավիճակ, ստացել ենք like refugee, բայց 23 թվականի օգոստոսից հետո, քանի որ Արցախի 4 կողմ մեր քաղաքական վերնախավի բթամիտ, տկարամիտ, չզարգացած, անհեռատես, ինչու՞ չէ, կաշառակեր, արտաքին կառավարման օբյեկտներ էին մեր քաղաքական դաշտում եղած այդ այսպես կոչված տանողները, հա, այդ Արցախյան հարցը եւ իշխանական թևի մեջ, եւ օպոզիցիոն բոլոր այդ հարցերում տհասեին, արդյունքում Արցախի հարցը շատ էր խճճված։ Եվ 23 թվականին, երբ որ Արցախահայությունը լքեց իր հայրենիքը, այդ խուճուճ պահերը ել ավելի առաջ եկան, եւ ես գնահատում եմ իրավիճակը, որ այդ խուճուճությունը մինչ օրս անորոշություն ասածը պահպանվում է։ Նաեւ կարծում եմ դիտավորություն էլ կա, որ մինչ օրս Արցախահայությունը այդ հակասական պահերի շուրջ չի կարողացել համախմբվել մեկ տեսակետի շուրջ։ Իր մեծ եւ բացասական դերն ունի կառավարությունը, որը չունի հստակ մշակված ռազմավարություն, տպավորություն կա ամեն օր ըստ տրամադրության էլ կորոշեն այդ օրը ինչ կասեն։ Այստեղ այն փաստը, որ Արցախահային կարծես թե զրկում են նրա նախկին անձնագրից, Արցախահայի համար դա եզակի կապ է Արցախի հետ։ Շատերը այդպես են ընկալում։ Ասեմ, որ ներքին քաղաքականությունը նաև այս առումով շատ փնթի է, կան Արցախահայեր, որոնք ստացել են անձնագիր Հայաստանի Հանրապետության, բայց որտեղ գրված է ծնվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Այսինքն դուք հասկանում եք, տպավորություն կա, որ պետական համակարգ կա, բայց այդ համակարգը ահռելի փնթի է աշխատում։ Օրինակ ես կուզեի, որ այդ անձնագրերը հավաքեինք եւ դեմ տայինք ներքին գործերի նախարարությանը կամ անձնագրային բաժնին եւ ասեինք, երբ որ դուք գեղեցիկ տառերով գրել եք Արցախի Հանրապետություն կամ Հադրութի շրջան, շատ լավ եք արել, հա, դե հիմնավորեք մինչև վերջ։ Ինչի մեկ էլ հիմա հանկարծ մեկ այլ Արցախահայի անձնագրում հայտնվում է Ադրբեջանում։ Նա էլ ընդվզում է, ասում է չեմ ուզում։ Կառավարությունը շանտաժ է անում։ Դե մեր երկրում եզակի մեթոդ է եղել 30 տարիներին շանտաժը, հա։ Թե կառավարական համակարգում, թե քաղաքական վերնախավը, հիմա էլ Արցախահայերն են շանտաժ անում։ Կվարտիրա ես ուզում ստանալ եղբայր, ուրեմն պետք է դառնաս Հայաստանի քաղաքացին, արդեն սկսում է ասել ես Հայաստանի քաղաքացի եմ, տեսեք այս անձնագիրը, բայց մոռանում ենք, որ այնտեղ էլ, ասենք, ժամանակին մի հատ վատ աշխատանք են կարել Արցախի Հանրապետությանը, ավելի շուտ Արցախահայությանը մղելով ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելով։ Մենք անամոթաբար չենք ձևավորել գրագետ քաղաքական վերնախավ, թե պետական համակարգում, թե ընդդիմադիր դաշտում, ընդհանրապես չենք որ հասկանա ինչ է ուզում։ Այսինքն տպավորություն կա, որ Արցախի հայը եւ քանի որ Արցախի հայի ճակատագիրը հայության ճակատագրի համար առանցքային հարց է, ստացվում է ողջ հայության ճակատագիրը պատահական մարդկանց կամ Թուրքի, Ռուսի դաշտում շատ լավ ֆինանսավորող քաղաքական վերնախավի դաշտում է լուծվել եւ արդյունքում մենք այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Դրա համար Արցախի հայի իրավական քաղաքական բոլոր հարցերը այսպես խճճված ու անորոշ են։ Ու ես անկեղծ ասած, եթե դուք ինձ հիմա հարցնեք որն է ճիշտ, ես կարող եմ ասել, այ միջազգային այս ինչ աուդիտային կառույցը ինձ այս հանդիպման ժամանակ ասել է փախստական, այ
բանի Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը պնդում է, որ քաղաքացին է ճիշտ։ Ես անկեղծ ասած, ես էլ եմ սկսել խճճվել, հատկապես այս անորոշությունների մեջ, տպավորություն կա Ռուսաստանից ինչ համի փչում է, արցախահայերի մի մեծ խումբ այդ երգն էլ երգում է։ Շատ ցավալի փաստ է, տպավորություն կա, որ փչում են, որ Արցախի հարցով զբաղված են, իրականում մեզ հոգնեցնում են այս process-ի մեջ, որ քիչ-քիչ Արցախի հարցը մարի։ Ես տեսնում եմ տարբեր կողմերից հարձակում Արցախի իրավաքաղաքական կողմը հատկապես այսպես մարելու համար, այսինքն ալիքը եթե կա, իրեն տարբեր կողմերից եթե դու գալիս ես, ապա այդ ֆիզիկայից նույնիսկ կա, մեխանիկական այդ ալիքների մարում է գնալու եւ Արցախի հարցը այդպես ուզում են մարել։ Արցախի այսինքն մի քանի իրավաքաղաքական հարցեր մենք մեզ համար պետք է պարզենք, որովհետեւ եթե չենք պարզում, Արցախահայությունն է ընկնում այդ քաոսի մեջ, առաջինը ի վերջո գնում ենք, որ նա լինի փախստական, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ի սկզբանե, այսինքն ես կառավարության այդ որոշումը շանտաժային, որ եթե ուզում ես բնակարան ստանալ, արի դարձիր քաղաքացի, հենց իրա մոտեցում արդեն այդ շանտաժի պահը արդեն ստորացնող է ու բացահայտ է, որ այդ տիպի պրոյեկտ առաջարկող խումբը չի կարող ազգային պետական շահեր սպասարկի, միանշանակ է։ Այսինքն դա ինձ համար կողքի եմ դնում։ Ես քննարկում եմ մյուս պարագան։ Մենք ի վերջո պետք է ազգովի հասկանանք, մենք Արցախահայի իրավունքը պաշտպանում ենք որպես 35 տարիներ անընդմեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունք, թե որպես Արցախի Հանրապետության կիսատ-պռատ, այսպես առանց օրենքի քաղաքացու իրավունք, որը հիմա փախստական է Հայաստանում։ Սա ինձ համար անորոշություն է։ Ու սա ինձ համար առաջնային է, հաջորդ պահը նրա վերադարձի հարցը պետք է դառնա պետք է չթողնել, որ շահարկում լինի արտաքին ուժերի կողմից, այդ Ռուսաստանի կողմից հատկապես, բայց մենք այդ վերադարձի հարցը պետք է բարձր պահենք, բայց վերադարձի հարցին ինձ համար խանգարող հանգամանք է, որ տեղում միգրացիոն ծառայության աշխատակիցները, սոցիալ նախարարության աշխատակիցները, գիտեք, տպավորություն կա, որ այդ աշխատողները, աշխատակիցները մտքի ճկունություն չունեն եւ տրամաբանելու ունակություն չունեն, այս ցրելու հանգամանքը ես նորից տեսնում եմ Արցախի խնդրի փակման որպես միջոց։ Կարևոր հանգամանքը այստեղ, որ բնակարանային հարցը եւ ընդհանրապես սոցիալ-տնտեսական հարցը մի կողմից թվում է, թե հոգատարություն կար, առաջի օրից հայ ժողովուրդը լծվեց Արցախահայի հոգսերը բավարարելու համար, բայց մյուս կողմից էլ մենք տեսանք, որ ռուսաթուրքական քաղաքական ձեռքը ակտիվ աշխատում էր, այսինքն հայերին տարանջատելու առումով։ Դեռ 10 թիվն էր 2000 թե 11 թիվն էր, ես ասիական մի պետության մայրաքաղաքի այրոպորտում նստած իմ աշխատանքային ընկերոջ հետ հայերենով զրուցում ենք, մեզ մոտենում են երկու ադրբեջանցի եւ ռուսերենով ասում են շուտով կսկսվի Ղարաբաղի եւ Հայաստանի միջև կռիվ։ Այսինքն ես հասկանում եմ, որ այդ հայաստանցի Ղարաբաղցի մեջ բերելով դա Հայաստանի խնդիրը չէր պարզապես, դա ներդրված քաղաքականություն էր նույն Կրեմլի կողմից, նույն Բաքվի կողմից, այսինքն մշակված, շատ լավ մշակված մեթոդաբանություն էր։ Մեզ նորից շեղել հիմնական հարցերից, մեզ թշնամի դարձնել մեկը մյուսին։ Դա նոր չի արվել, վաղուց արվել, բայց այս պարագայում դա սրեցին եւ այդ սոցիալական հարցերի ֆոնին հոգեբանական այս սրումը ծանր էր։ Արցախահայը շատ բան է կորցրել եւ մենք ինչքան էլ փորձենք նրան աջակցել, այդ ամենը չենք փոխհատուցի, բայց փոխհատուցման հարցերը, այսպես ասենք, աջակցության հարցերը մնացին օդում, այն որ կառավարությունը մարդկանց մինչ օրս բնակարանային հարցը չի լուծել, ես նորից կշեշտեմ, որ սա ազգային պետական շահերի դավադիր մոտեցում է, որտեղ եթե կառավարությունը ընկալի Արցախահային բնակարանով առաջնահերթ սպասարկելու խնդիրը, նա կդնի գերակա շահ եւ լիքը բնակարաններ ունի, որը որպես գերակա շահ կկարողանա
այն 50-40 հազար դրամի փոխարեն վերցնել մասնավորի ձեռքից, դնել շրջանառության մեջ, տալ բնակչին որպես սոցիալական բնակարան, բայց այդ հարցը անդադ ձգձգվում է։ Արցախահայը ունի առաջնահերթ բնակարանի հարց, ես չեմ կարծում, որ ինքը, այսպես ասած, ինտեգրվելու խնդիր ունի, ինտեգրվելու խնդիր ինքը չունի, որովհետև Ստեփանակերտում գրական հայերենը շատ լավ ընդունված էր, Արցախի դպրոցներում գրական հայերենը շատ լավ ընդունված էր, այսինքն լեզվի խնդիր չունենք, նիստուկացի խնդիր մենք չունենք, Արցախը մեզանից տարբերվում է նույնքան, որքան ասենք ապարանը տարբերվում է Գյումրիից, այսինքն այս տիպի հարցեր չկան, թող իզուր մեջ չբերեն այդ հատկապես որ չեն ասում ինտեգրվեն абսուրդ է, էլի, հասկանում եք, այսինքն ջուրը ջրի մեջ լցնեն ու ասեն թող ջուրը ջրի հետ ինտեգրվի։ Այս տիպի սինթետիկ այս գաղափարները, որ ծնվում են մեր իշխանավորների գլուխների մեջ, ես չգիտեմ, իրանք աշխատանքային process-ում տրամաբանել սովորում են թե չէ, բայց բախվում եմ անդադ դրան, որ ամեն անգամ իրենց ասում են նրանց ասենք դա Բաքվի հայ չի վերջո, որ ինտեգրվելու կարիք ունի լեզվական նույն Սումգայիթի հայերը, տեսեք ոնց եկան այնպես էլ փախան, որ ինտեգրման հարց մենք չունենք, մենք ունենք տնտեսական հարց, ուրեմն առաջինը աշխատանքով բավարարում, բնակարանով բավարարում եւ աշխատանքով բավարարում եւ մշակութային հարցը իհարկե ցավոտ հարց է